Բոլոր բուժառուներն արժանապատվության, անձնական անձեռնմխելիության և ինքնավարության հավասար իրավունքներ ունեն։ Դրանք ամրագրված են կենսաբժշկության և առողջապահության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված իրավաբանական ուժ ունեցող միակ միջազգային փաստաթղթում՝ Օվիեդոյի կոնվենցիայում։ Կոնվենցիայից բացի կան նաև լրացուցիչ արձանագրություններ, որտեղ մանրամասն նկարագրվում են գենետիկական հետազոտությունների փոխպատվաստման, մարդու օրգանների փոխպատվաստմանը վերաբերող դրույթներ, հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը և առողջապահական իրավունքին վերաբերող մի շարք այլ կարգավորումներ է նախատեսում։ 2025-ի ապրիլին ազգային ժողովը վավերացրել է Օվիեդոյի կոնվենցիան։ Պետությունը պարտավորվում է իրագործել փաստաթղթում ամրագրված դրույթները, բուժառուների իրավունքների պաշտպանություն, բուժաշխատողների էթիկական նորմերի սահմանում եւ այլն։ Կատարված եւ կատարվող աշխատանքները քննարկում են միջազգային երկօրյա համաժողովում։ Մասնակցում են պաշտոնյաներ, առողջապահական իրավունքի հայ եւ արտասահմանցի մասնագետներ, բժիշկներ, փորձագետներ։ Այս կոնվենցիան կարևոր ձեռքբերում է, քանի որ անդրադառնում է մոլորակի ամբողջ բնակչությանը, նրանց իրավունքների պաշտպանությանը։ Այստեղ մենք բարձրաձայնելու ենք երաշխիքների մասին, որոնք տրամադրվում են այս կոնվենցիայով, նաև բարձրացնելու հասարակության եւ առողջապահության մասնագետների իրազեկվածությունը բուժառուների իրավունքների վերաբերյալ։ Բուժառուներն իրավունք ունեն ստանալու որակյալ ծառայություններ, տեղեկանալու իրենց առողջական վիճակի, առաջարկվող բուժական միջամտությունների դրական եւ բացասական կողմերի մասին։ Մեր երկրում ավելի հաճախ հանդիպում են բժիշկ-բուժառու հաղորդակցմանը վերաբերող խնդիրներ, փաստում է բժշկական էթիկայի հանձնաժողովի քարտուղարը։ Վեր ենք հանել նաև այնպիսի հարցեր, որոնք տեղեկացված համաձայնությանն են վերաբերում, որտեղ որքան պացիենտը հնարավորինս եւ մահաճելի տեղեկացված է լինում իր բուժման մասին, բուժման մեթոդների մասին, այքան նաև արդյունավետ է լինում ընդհանուր բուժումը եւ փոխվում է այստեղ էթիկական կանոնների ընդհանուր պահպանումը։ Մասնագետների խոսքով կոնվենցիայի վավերացումը նպաստելու է մեր երկրում առողջապահական համակարգի նկատմամբ հասարակության վստահության բարձրացմանը, իսկ միջազգային հարթակում Հայաստանը կդիտարկվի որպես մարդու իրավունքները պաշտպանող երկիր։ Արամ Մարանդյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։